Բարև բարեկամներ, A վիտամինոզի կամ հիպովիտամինոզի մասին Գարնանը հաճախակի է խոսվում։ Ինչ է այն եւ ինչպես է արտահայտվում, ներկայացնում է մասնագետը։ Գարնանը օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են եւ հնարավորություն չեն տալիս դիմակայելու այս կամ այն հիվանդությանը, որոնք հիպովիտամինոզի դեպքում արդեն ավելի դժվար են ենթարկվում բուժման եւ կարող են անցնել նույնիսկ քրոնիկ ձևի։ Գարնանը մեծանում է լուսնային օրվա տևողությունը, ուրեմն ակտիվանում է արևը, ինչպես նաև բարձր է լինում մագնիսական դաշտի ազդեցությունը օրգանիզմի վրա, այս ամենը բերում է օրգանիզմի դիմադրողականության ուժերի ցածրացմանը եւ ըստ այդմ արդեն այս կամ այն հիվանդությունը գլուխ է բարձրացնում եւ հենց այդ է պատճառը, որ հենց գարնանն է դիտվում վարակային հիվանդությունների սրացում, հիմնականում վերին-շնչնուղիների վարակային հիվանդություն բարձր պիկի ենթարկվում, պիկ գրանցվում, ինչպես նաև քրոնիկական այս կամ այն հիվանդություններն են գլուխ բարձրացնում եւ այս ամենի հիմքում հենց ընկած է վիտամինների անբավարարությունը կամ ավիտամինոզը։ Հիպովիտամինոզի հակված են երեխաները, մեծահասակները, հղի կանայք, կերակրող մայրերը, քրոնիկական հիվանդություններով տառապողները, մտավոր ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքով զբաղվող անձինք, ինչպես նաև խիստ դիետաներին հետամուտ լինող անձինք, որոնք չբալանսավորված սնունդ են ընդունում։ Հիպովիտամինոզներին բնորոշ է հետևյալ խնդիրների առաջացումը. Առավոտյան դժվար արթնանալը, կարկամությունը, հոգնածությունը, ամբողջ օրվա ընթացքում չհանգստացած լինելու այդ զգացողության առաջացումը, նյարդային դյուրագրգիռ վիճակները, մաշկի եւ լորձաթաղանթների կողմից առաջացված խանգարումները, մաշկի հավելումների կողմից առաջացած խանգարումները, այսինքն ճաղատության զարգացումը վաղ հասակից, մազերի ճերմակությունը, վաղ հասակում էլի նկատվող, ինչպես նաև մաշկի վրա ճաքերի զարգացումը, շրթունքների շրջանում ճաքերի զարգացումը, բորբոքային հիվանդությունների առաջացումը մաշկի շրջանում, հիմնական արտահայտությունը ավիտամինոզների ժամանակ դրսևորվում է նյարդային համակարգի, էնդոկրին համակարգի եւ մաշկային ծածկույթների կողմից։ Յուրաքանչյուր վիտամին էլ խիստ անհրաժեշտ է մեր օրգանիզմին եւ յուրաքանչյուր վիտամին էլ ունի իր առանձնահատկությունները ու դրանց բացակայության ժամանակ մեր օրգան համակարգերը յուրօրինակ են արձագանքում։ Ավիտամինոզների պատճառ կարող են հանդիսանալ առաջին հերթին մարսողական համակարգի կողմից առաջացած խանգարումների հետևանքով, որի ժամանակ ընդունված սնունդը ոչ լիարժեք է ենթարկվում վերամշակման եւ նրա մի մասը օրգանիզմից արտազատվում է չմշակված վիճակում, այսինքն օրգանիզմը յուրացնում է քիչ քանակությամբ պիտանի նյութեր, ըստ այդմ արդեն առաջանում է համապատասխան խնդիրները։ Երբ սննդի մեջ վիտամինները բացակայում են կամ քիչ քանակությամբ ուրեմն բալանսավորված լինում սնունդը, սա վերաբերում է հենց այն կետին, երբ մարդիկ հետամուտ են լինում դիետաներին, եւ երկրորդ հերթին սա նկատվում է նաեւ գարնանային հիպովիտամինոզի ժամանակ, երբ ձմռան ամիսներին մեր ընդունած սնունդը քիչ քանակությամբ վիտամիններ է պարունակում, ըստ այդմ արդեն դրսևորվում են նման սիմպտոմները։ Ավիտամինային անբավարարության դեպքում հաճախանում է վարակային հիվանդությունները, դանդաղում է օրգանիզմի աճը եւ զարգանում է հավկրություն հիվանդությունը։ Ասենք B խմբի վիտամինների անբավարարության ժամանակ առաջին հերթին զգայուն է դառնում նյարդային համակարգը, էնդոկրին համակարգը, որի ժամանակ առաջանում է, խոցվում է վահանաձև գեղձը, իր բոլոր սիմպտոմատիկայով է դրսևորվում։ Երեխաների մոտ այն դրսևորվում է ուշադրության կենտրոնացման խանգարման ձևով, ցրվածության ձևով է այն արտահայտվում, ինչպես նաև այն արտահայտվում է ռադիկուլիտների, ռադիկուլոպաթիաների, ռևմատիկ հիվանդությունների զարգացման ձևով, ցավային համախտանիշի արտահայտման ձևով է այն արտահայտում։ C վիտամինի անբավարարության ժամանակ ուրեմն դրսևորվում է ատամների ախտահարությունը, ինչպես նաև իմունիտետի անկում է դրսևորվում եւ ընդհանրապես բոլոր տեսակի վիտամինների եւ հանքային միկրոէլեմենտների խանգարումները մեր օրգանիզմին անհրաժեշտ են նյարդային էնդոկրին համակարգերի վերակառուցման, վերափոխման համար, ինչպես նաև հյուսվածքների վերափոփոխության համար։ Եվ անբավարարությունը բերում է համապատասխանաբար հիմնականում այս համակարգների, այս օղակների ախտահարման։
ուրեմն անհրաժեշտ է բալանսավորված ճիշտ սննդակարգ։ Դրա համար մեր օրգանիզմը պետք է ստանա եւ կենդանական ծագման սնունդ եւ բուսական ծագման սնունդ։ Կենդանական ծագման, այսինքն պետք է լինեն սպիտակուցներ սննդի մեջ, պետք է լինեն ճարպեր, ածխաջրեր, այս ամենը պարունակվում է այնպիսի սննդամթերքի մեջ, ինչպիսիք են կարմիր միսը, խոզի միսը, թռչնամիսը, ձուկը, կարևոր է թարմ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը։ Ձմռան ամիսներին հիմա արդեն բոլորի մոտ սա կարծես սովորույթ է դարձել թարմ սառեցված բանջարեղենի եւ մրգերի օգտագործումը։ Ուղղակի այստեղ մի խնդիր կա, որ այս ամենը պետք է ճիշտ ենթարկել թերմային մշակման, որպեսզի նրա մեջ պարունակվող այս կարևոր վիտամինները չենթարկվեն ոչնչացման։ Գարնան այս ամիսներին մեզանից շատերն են դժգոհում թուլությունից, հոգնածությունից, անաշխատունակությունից։ Արդյոք սա եւս ավիտամինոզ է, լսենք մասնագետի։ Գարնանային թուլության հիմքում հիմնականում ընկած է նա, որ ձմռան ամիսներին մենք շատ ենք օգտագործում, ուրեմն կենդանական ծագման սնունդը, այս ամենը բերում է նրան, որ օրգանիզմում տեղի է ունենում թթվահիմնային հավասարակշռության խանգարում ի հաշիվ թթվային միջավայրի բարձրացման, իսկ թթվային միջավայրը մենք արդեն գիտենք, որ օրգանիզմում բերում է թուլության, հոգնածության առաջացմանը։ Եվ դա է պատճառը, որ հիմնականում մարդիկ գարնան ամիսներին ավելի շատ են ձգտում կանաչեղենի, բուսական ծագման սննդի։ Եթե անգամ կասկած կա, որ մենք ավիտամինոզ կամ հիպովիտամինոզ ունենք, երբեք ինքնակամ չմտնենք դեղատուն եւ վիտամիններ գնելով ինքնուրույն մեզ վիտամիններ նշանակենք։ Առավել եւս սա աններելի է երեխաների առումով։ Ամեն ինչ անելիս պետք է անպայմանորեն խորհրդակցել բժշկի հետ։ Ճիշտ է հետազոտվել, հետո վիտամիններ ընդունել, բայց եթե մարդը առողջության հետ ունենալով այս կամ այն խնդիրը ստիպված է եղել որոշակի սննդակարգ պահել, նա պարտավոր է ընդունել որոշակի վիտամինների խումբ, որպեսզի նրա այդ սահմանափակ սնունդը, որը չէր պարունակում այդ վիտամինները, ինքը ստանա դեղի վիտամինի հավելումների ձևով։ Ամեն դեպքում վիտամինի ավելցուկը եւս բերում է խնդիրների զարգացմանը, որը նույնպես պետք է լինի մոտեցումը ամեն դեպքում պետք է լինի ճիշտ գրագետ եւ խորհրդակցի բժշկի հետ։